Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 26-ն է, ուրեմն Հրանտ Դավոյանի կազմակերպության հետ համագործակցող շների ստեղծացմամբ զբաղվող Էրիկ Խաչատրյանը դեռևս 2025 թվականի ապրիլի 16-ին պայմանագիր է կնքել Ստեփանավանի համայնքապետարանի հետ, որպեսզի Ստեփանավան քաղաքից բռնեն եւ ստեղծացնեն 56 հատ անտուն շուն, որի համար Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Էրիկ Խաչատրյան ԱՁ-ին տրամադրվել է 998,000 դրամ, այսինքն մեկ շուն ստեղծացնելու արժեքը եղել է 17,820 դրամ։ Էրիկ Եղինյանս հարցում եմ արել պետական մարմին, պահանջելով ինձ տրամադրել Ստեփանավանի համայնքապետարանի եւ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված հիշյալ պայմանագրի պատճենը։ Եվ սույն տեսանյութի վերջում ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ եւ կցուցադրեմ այդ պայմանագրի պատճենը։ Էրիկ Եղինյանից հարցման հիման վրա պետական մարմնի կողմից ինձ տրամադրվել է Ստեփանավանի համայնքապետարանի եւ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված հիշյալ պայմանագրի պատճենը։ Բնականաբար Ստեփանավան քաղաքում կան 1000-ից ավել անտուն շներ, մինչդեռ անհասկանալի է թե ինչու է ստեղծվել ընդամենը 56 հատ շուն։ Հետևաբար ողջամտորեն ակնհայտ է, որ Ստեփանավանում 56 անտուն շուն ստեղծելու արդյունքում շների բազմացումը կանխելու խնդիրը այդպես էլ չի լուծվել։ Ստեփանավանի համայնքապետարանի եւ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված վերը հիշատակված պայմանագրի շրջանակներում Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանը 2025 թվականի ապրիլի 19-ին Ստեփանավան քաղաքում հանրային վայրում անտուն շանը բռնելու ժամանակ դաժան վերաբերմունք է դրսևորել անտուն շան նկատմամբ։ Սակայն Էրիկ Եղինյանից միջամտության արդյունքում բարեբախտաբար ինձ հաջողվել է փրկել անտուն շանը եւ այդ դեպքի վերաբերյալ տեսանյութն առկա է իմ YouTube-յան ալիքում։ Հիշյալ տեսանյութը մի քանի օրվա ընթացքում YouTube-ում արդեն իսկ դիտել են բազմաթիվ անձինք, որը նշանակում է, որ հիշյալ տեսանյութը հանրության շրջանում արդեն իսկ ստացել է բավականին մեծ արձագանք։ Հովհաննես Թորոսյանը կարող էր ավտոմեքենան մոտեցնել շանը, այլ ոչ թե շանը քարշ տար մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող ավտոմեքենան։ Այս ամենը հանրայնացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որպեսզի անտուն կենդանիների նկատմամբ դրսևորվող նմանատիպ անընդունելի եւ անթույլատրելի դեպքերն այլևս չկրկնվեն։ Հորդորում եմ սույն տեսանյութի մեկնաբանություններում զերծ մնալ որևէ մեկի հասցեին վիրավորանքներ, հայհոյանքներ եւ բռնության կոչեր եւ ատելության խոսք հնչեցնելուց։ Իմ այս տեսանյութում եւ իմ այս գրառման մեջ ամենևին էլ նշված չէ, որ Հրանտ Դավոյանը կապ ունի Հովհաննես Թորոսյանի կողմից անտուն շան նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքին առնչվող գործողությունների հետ, այլ ընդամենը նշված է, որ Հովհաննես Թորոսյանը այս արարքը կատարելու ժամանակ հանդիսացել է Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակիցը եւ այստեղ ամենևին էլ կեղծ տեղեկատվություն հրապարակված չէ։ Ոստիկանությունն է պարզել, որ վերը հիշատակված տեսանյութում երևացող Հովհաննես Թորոսյանը այդ արարքը կատարելու պահին հանդիսացել է Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակիցը։ Եթե Հրանտ Դավոյանը կարծում է, որ Հովհաննես Թորոսյանը նախկինում առնչություն չի ունեցել իր կազմակերպության հետ, ապա Հրանտ Դավոյանը հանգիստ կարող է դիմել դատարան։ Էրիկ Եղինյանս որևէ մտավախություն չունեմ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Ստեփանավանի համայնքապետարանի եւ Էրիկ Խաչատրյանի միջև կնքված վերը հիշատակված պայմանագրում նշված են հետեւյալ հանգամանքները։ Մեջբերում են պայմանագրից որոշակի հատվածներ։ Կենդանիների կացարանը եւ կլինիկան պետք է ունենա ընդունարան կենդանիների զննման համար, առանձնացված բժշկական կաբինետ, առանձնացված վիրահատական բաժանմունք, առանձնացված ախտորոշիչ լաբորատորիա, վիրահատությունից հետո կենդանիների պահման, ինչպես նաև հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների համար տարածք։ Կենդանիների պահման համար տարածքում վանդակների տեղաբաշխվածությունը պետք է այնպես լինի, որպեսզի բացառվի հիվանդությունների փոխանցումը։ Կենդանիների կացարանը եւ կլինիկան պետք է ունենա նաև կենդանիների դիակների պահման համար նախատեսված սառնարանային խցիկ, կերի պահման համար պահեստ, սանհանգույց։ Կենդանիների կացարանը եւ կլինիկան պետք է ապահովված լինի տաք եւ սառը ջրի ջրամատակարարմամբ եւ ջրահեռացմամբ, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, բնական եւ արհեստական օդափոխության համակարգով։ Կենդանիների ստեղծման վիրահատական միջամտությունները պետք է կատարվեն որակավորված անասնաբույժի կողմից։ Կլինիկայում անասնաբույժի եզրակացությունից եւ խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում ընդգրկված լեշմանիոզ հիվանդության ախտորոշիչ թեստի դրական արդյունքի դեպքում կամ Հայաստանում կենդանիների հիվանդությունների հայտնաբերմամբ հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված փորձաքննության արդյունքներից հետո թույլատրվում է կատարել բուժման ոչ ենթակա մարդու եւ կենդանիների համար վտանգավոր հիվանդություններով հիվանդ եւ ագրեսիա ցուցաբերող կենդանիների էվթանազիա, հիվանդությունների կանխարգելման եւ վերացման հրահանգների ու միջազգային նորմերին համաձայն։ Իսկ կենսաբանական թափոններն ու կենդանիների դիերը պետք է ուղարկվեն ոչնչացման դիակիզման միջոցով, այսինքն անկած կենդանու դիակը այրելու միջոցով։
Էրիկ Եղինյանս ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ առաջիկայում խիստ վերահսկողություն է իրականացնելու Հրանտ Դավոյանի կենդանիների կացարանում եւ Էրիկ Խաչատրյանի կլինիկայում։ Էրիկ Եղինյանս ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ առաջիկայում խիստ վերահսկողություն է իրականացնելու նաեւ կենդանիների ստեղծացմամբ զբաղվող բոլոր կլինիկաներում եւ իրենց խնամքի ներքո շներ պահող կենդանիների կացարաններում, որպեսզի բացառվեն հնարավոր փողերի լվացման դեպքերը եւ այդ ամենը կատարվի օրինականության շրջանակներում։ Էրիկ Եղինյանս հետևողական եմ լինելու, որպեսզի պետական մարմինները պարզեն, թե իրենց խնամքի ներքո շներ պահող կենդանիների կացարաններում պարբերաբար կազմակերպվող դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների որքան մասն է ծախսվում կենդանիների վրա եւ փողերի լվացման կամ առանց պետությանը հարկ վճարելու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում բոլոր մեղավոր անձինք օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Հավելեմ նաև, որ Հրանտ Դավոյանը ակնհայտ անհիմն քախայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Հրանտ Դավոյանը դատարանից պահանջում է Էրիկ Եղինյանիցս հօգուտ Հրանտ Դավոյանի բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Մասնավորապես Հրանտ Դավոյանը իբր իրեն հոմոսեքսուալ անվանելու համար դատի է տվել Էրիկ Եղինյանից եւ Հրանտ Դավոյանը դատարանից պահանջում է Էրիկ Եղինյանիցս հօգուտ Հրանտ Դավոյանի բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Մինչդեռ իրականում Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանին հոմոսեքսուալ չեմ անվանել, Հրանտ Դավոյանի վերաբերյալ այդ դատական գործին առնչվող մանրամասների մասին ես բարձրաձայնել եմ իմ տեսանյութերում եւ այդ տեսանյութերը կարող եք դիտել իմ YouTube-յան ալիքում։ Ոչ եմ անում բոլոր կենթանասերներին գալ Վանաձոր քաղաքի դատարան եւ դատարանի դահլիճում ներկա գտնվել Հրանտ Դավոյանի վերաբերյալ դատանում տեղի ունեցող այդ դատական նիստերին։ Ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, վերջում ցանկանում եմ հավելել, որ ես անձամբ ճանաչում եմ կենթանաբույժներ Երևան քաղաքում գործունեություն ծավալող Միհրան Լազյանին եւ Ամիրավետի կենթանաբույժ Արթուրին եւ կարող եմ հավաստիացնել, որ նրանք բավականին բարեխիղճ, հմուտ եւ արհեստավարժ կենթանաբույժներ են։ Ինչպես նաև ես ճանաչում եմ եւ շփվում եմ իմ մտերիմ ընկեր Վանաձոր քաղաքի կենթանաբույժ Ցոլակ Բրուճյանի հետ եւ կարող եմ հավաստիացնել, որ իմ կողմից հիշատակված կենթանաբույժներ նրանք բավականին հմուտ եւ արհեստավարժ մասնագետներ են։ Եվ վերջում ցանկանում եմ նաև հանրայնացնել, որ տարիներ առաջ կենթանասերներից ոմանք վարկաբեկիչ տեղեկություններ էին տարածել կենթանաբույժ Միհրան Լազյանի վերաբերյալ եւ Միհրան Լազյանը իր իրավունքների պաշտպանության նպատակով դատի է տվել որոշ անբարեխիղճ կենթանասերներ եւ դատը շահել է։ Այժմ ձեր ուշադրության եմ ներկայացնում իմ կողմից հիշատակված պայմանագիրը, որը կնքվել է Ստեփանավանի համայնքապետարանի եւ կենթանաբույժ Էրիկ Խաչատրյան ԱԶ-ի միջև։